եմ հասկանում, որ ավարտել է։ Այո, շապետ։ Գանձակարի ծախարն է, լավ վիճակում։ Գանձակարի ծախարն է ավարտած։ Չէ, այստեղ ավելի շատ հատկացավ ինտերնետի խնդիրը։ Ու առասարակ կապի խնդիրը։ Դե նախորդ տարի են աշխատանքները ավարտվել, բանվարչիկը սարքված երկարությունը 15 կիլոմետր է, երկշերտ ասֆալտ է։ Բայց ընդհանուր բանից թթու ջրից 40 կիլոմետր։ Բայց մի քանի կտորով սարքել։ 3 կտորով են սարքել, այս ներքևի հատվածը շերտի հետ կապված խտության խնդիր ենք ունեցել նախորդ տարի 15 կիլոմետր շուրջ շինարար իրամիջոցների հաշվին երկրորդ շերտը տեղադրել։ Այդտեղ է սովանքի խնդիրը։ Այդ դա այս հատվածի մեջ ա եղել, էլի նախորդ տարի ա արվել, երկշերտ ասֆալտ ա տեղադրվել, բանվարչապետ եղանակային պայմանները հաշվի առնելով մենք պատկերել ենք ոչ միտեղ ճարքած հատված չունենք, այստեղ մեր հանրապետությունում երկրորդ ամենախնդրահարույց տեղն է եղանակային պայմաններով պայմանավորված վերթևեկության նշանը։ Հիմա Երևանը նախընտրում են մարդիկ սենց գնալ, ամենակարճ մի ժամ ժամը թիվ է։ Գծանշումը նախորդ տարվանն է տերմոպլեքսա, հիմնական հատվածներում վնասված բաներ չունենք, պաներները նորմալ է, երթևեկության նշանների բացերը համալրումն ընթացքում, որ պակաս նշաններ չունենք։ Իսկ Բերդից Երևան քանի ժամ է դառնում, այսինքն 7-8 հատվածներ։ իսկ այն մյուս ճանապարհով 3 Այստեղ մարդիկ դեռ գալիս են Սարատեղ հետ։ Այսինքն այդ բաները ոդաները օգտագործում են։ Հա, ոչ ամբողջությամբ, բայց մարդիկ կան, որ զբաղվում են մասնավորությամբ։ Որը այսօր միջև մնում են այստեղ, Այս արդեն բավարար 23 տարին է, էլի 3 տարի շահագործող ճանապարհը, որեն ճաքեր վնասումներ չունեն։ Տարածքն տուրիզմի համար շատ հարմար է, որտեղ ինչ դաշտերով եւ ձիերով եւ բանի լեռնագնացության, այսինքն քայլեր սիրողների համար։ Այստեղ հիմնական խնդիրը պարոն վարչապետ վերջի կառավարությանից տվել դուք քննարկեցիք, որ հիմնական հարթավայրը լրացնի ներդրումների հետ կապված։ Դե մենք հիմա արդեն դա որոշել ենք, որ եթե կլինեն ներդրումային ծրագրեր, այսինքն մենակ դենց ուղղակի կտոր մանր բաների հետևից այդ պրոբլեմա, որովհետև ցակուցիվ կանենք ողերը։ Մեծ ներդրումային ծրագրեր ունեն, աջակցենք, կփոխենք նշանակությունը։